Ֆոկյան հանգիստ ընկել է վրտա թուրքեր եկած լցած, ես ամոդիքս ես սար ցույց եմ տալի նան ես սարի կողի նստած եմ։ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները կորցրել են հանգիստն ու քունը։ Գրեթե 2 շաբաթ է թշնամին Հայաստանի տարածքում է գյուղացիների աչքի առաջ։ Դրել ենք ամեն ինչ սարքալինք վեր ապրիպտենք։ Դեմիել են հայկած քթերներից տակ են նստած, թե մեր վիճակվես կլինի չգիտեմ։ Տիկին Մարինեն ասում է, մանկահասակ թորներն անգամ սկսել են տարբերել կրակոցի ձայներն ամպրոպից։ Փոքր տղուս հետ եմ ապրում, 3 հատ էլ անչափ հաս երեխան է, փոքր 2 տարուց տեսակ։ Որ կրակումին, ասում եմ, մի վախ, օրոտում, ասում եմ, մի վախեցեք, ցավը տանեմ, երկինքն այս անձրևակյան, չէ ասմա, տատի, էսի զինվորներն են կրակում, ասում մի վախը, երեխեքն է, 2-3 աղջիկ երեխեն ասմա զինվորներն են կրակում։ Փոքրիկ Դավիթը լավ գիտի, թե թշնամին հիմա որտեղ է, անգամ մատով է ցույց տալիս, որոշել է, որ եղբոր օրինակով զինվորական է դառնալու։ Թուրքը գիտես որտեղ է։ Ինձ բանա որսուս բանա քարից կա այդտեղ։ Դու որպես ադասի չես դառնալու։ Զինվոր։ Ուրսախ թուրքիզնի կրակին, որ իլստե չկան։ Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը նշում է, որ համայնքի 18 վարչական շրջաններից միայն 5-ն է, որ Ադրբեջանի հետ անմիջական սահման չունի։ Այս պահի դրությամբ ադրբեջանցիների առաջ գալու հետ մենք արդեն ունենք 4 գյուղ, որը հենց հայտնվել է իրանց այդ դիտակետի տակ, վարչական տարածքներում են արդեն նստել, իրանք հենց կոնկրետ Սոտք, Կուտ, Ազատ եւ Նորաբադ։ Այդ բարձունքների վրա նստած են ու շատ մեծ անհանգստության առաջացնում, թե ինչքան վաղ կմնան դրանք հետը, ինչքանով մեր կառավարությանը կհաջողվի հետ շպրտել թշնամուն։ Գյուղացու կյանքն էլ առաջվանը չէ, ոչ նորմալ հող են կարողանում մշակել, ոչ անասուն պահել։ Շատերը կան, որ հենց կոնկրետ իրանց հողերը ընկնում է անմիջապես այդ սահմանի տակ։ Իրանց առանց գալու հետ արդեն չեն կարող, մարդիկ դժվարանում են, նույնիսկ վախում են գնալ այդ տարածքի մոտիկանը։ Ուրեմն արոտավայրերի ունենք լուրջ խնդիրներ, ունենք նաև խոթարների խնդիրներ։ Ես կարամ ասեմ, եթե ադրբեջանցիները նույն դիրքերում մնան, ուրեմն հավատացեք, որ խոտի պաշար չի լինելու։ Նույնիսկ 80% չեն կարալու օգտագործել, որպես խոթար կամ արոտավայր։ Թշնամին նաև խմելու ջրին է հասել, գյուղի տղաները ջրամբարի տարածքում ստիպված հերթապահում են։ Ջրամբարի խնդրի համար շատ մենք վստահ չենք, վախում ենք։ Հիմա տարել են գյուղի տղեկ ջոկատ կազմած, տարել են կողպեկներ են դրել, իրանք հսկում են, ջոկատ են կազմած, գնացած երրորդ դից է, սաղ է սարերը, լրիվ գյուղի ժողովուրդն են կանգնում։ Ամեն տեղի վրա էլ վտանգ է ջրի համար, օգտագործելու համար։ Օրեր առաջ էլ ադրբեջանցիների ու հայ հովիվների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Ես էլ չեմ տեսել, բայց լսել եմ մեր բանին տավարածին ծեծել են թուրքերի։ Լսել եմ, որ տավարածը տարել է, կովերին բռնել են տավարածին ծեծել։ Մի շաբաթ առաջ։ Այո։ Դες եւ միջև ետ շարունակվի։ Մարդիկ տագնապի մեջ են, բայց դեռ չեն պատրաստում թողնել իրենց տները։ Եթե գնանք, ասենք թա հաղթենք գնանք, մեր տները թողենք, հետո էլ հետ դառնանք, գանք ինչ ենք ուտելու, ինչ ենք վերցնելու, ումնից ենք օգնություն վերցնելու, ոչ մեկը ոչ մի բան չեն տալու, մենք էլ տեղից չենք շարժվում։ Եթե շարունակվի հանկարծ կարող է գնանք, բայց նորից մեր հողերը ոչ մեկի էլ չենք տալու։ Թեև Գեղամասարում գյուղացիների առօրյան առնչվանը չէ, բայց իրենց հողում ապրելու եւ արարելու կամքն ու վիճռականությունը չի փոխվել, անկոտրում են ինչպես նախկինում։ Արմինե Նավոյան, Էրիկ Թովմասյան, Մեդիահաբ։